Ըստ խնդրի ունենք 8-8-ի տախտակ, որի ձախ ներքևի վանդակում դրված է խաղաքարը։ Ստեփանը եւ Վահանը խաղում են հետևյալ խաղը։ Յուրաքանչյուր քայլի խաղացողը կարող է խաղաքարը տեղափոխել մեկ կամ մի քանի վանդակով աջ կամ վերև, իսկ նա, ով կհասցնի խաղաքարը վերևի աջ վանդակ, հաղթում է։ Խաղը սկսում է Ստեփանը։ Պետք է պարզենք, թե ով ունի հաղթական մարտավարություն։ Ինչպես գիտենք, այսպիսի խնդիրներում անհրաժեշտ է գտնել հաղթող եւ պարտվող վանդակներ, եւ միանգամից նկատենք, որ վերևի աջ անկյունում կարմիրով նշված վանդակի հետ միևնույն տողում եւ միևնույնության մեջ գտնվող բոլոր վանդակները պարզվող վանդակներ են։ Քանի որ այդ վանդակներից որտեղ էլ իր խաղաքարը տեղափոխի օրինակ Ստեփանը, Վահանը հաջորդ քայլով անմիջապես կարող է խաղաքարը տեղափոխել վերևի աջ վանդակ եւ հաղթել։ Իսկ այ հաջորդ հաղթող վանդակը կլինի անկյունագծում գտնվող այս վանդակը։ Քանի որ եթե Վահանին հաջողվի իր խաղաքարը տեղափոխել այստեղ, Ստեփանը աջ կամ վերև տանելով կհայտնվի պարտվող վանդակներում եւ հետեւաբար հաջորդ քայլով Վահանը անմիջապես կհաղթի։ Նույն տրամաբանությամբ հաղթող վանդակի, նույն տողի եւ սյան մեջ գտնվող մյուս բոլոր վանդակները կլինեն պարտվող վանդակներ։ Եվ այսպես շարունակ փաստորեն հաղթող վանդակները ստացվում են անկյունագծի բոլոր վանդակները։ Տեսնենք նաև, թե որն է հաղթական մարտավարությունը։ Խաղը սկսում է Ստեփանը եւ խաղաքարը տեղափոխում է մի քանի վանդակով աջ կամ վերև։ Արդյունքում փաստորեն հայտնվելով պարտվող վանդակներում։ Եվ Վահանի նպատակն է խաղաքարը հետ բերել հաղթող վանդակներ, ինչը նա կարող է անել անկախ նրանից, թե Ստեփանը որ ուղղությունն է ընտրում։ Եթե Ստեփանը ընտրի տեղափոխել խաղաքարը վերև, Վահանը խաղաքարը կբերի հաղթող վանդակ տեղափոխելով այն աջ, իսկ եթե Ստեփանը ընտրի տեղափոխել աջ, Վահանը կբերի այն հաղթող վանդակ տեղափոխելով վերև։ Հենց սա էլ կլինի Վահանի հաղթական մարտավարությունը։